Մենք այս պառավին կտանենք ծերանոց եւ կվերցնենք այս ամբողջ տունը։ Ամեն ինչ, որ նա ուներ, հիմա մերն է։ Այո։ Նրանք անակսկալ են ունենալու։ Հարուստ ընտանիքը ամաչում էր նրանից մինչ այն բացահայտումը, որը բոլորին անխոս թողեց։ Ես ձեզ պատմելու եմ մի պատմություն, որը կստիպի ձեզ վերանայել ձեր բոլոր դատողությունները, որոնք երբեք կայացրել եք մեկի մասին, հիմնվելով նրա արտաքինի վրա։ Պատմություն, որը սկսվում է անտեսանելի կնոջից, ավարտվում այնքան ծանր լռությամբ, որ այդ սենյակում ոչ ոք չէր կարողանում մի քանի րոպե նորմալ շնչել։ Եթե կարծում եք, որ գիտեք ամոթ բառի իմաստը, սպասեք։ Որովհետև այն, ինչ այս ընտանիքն արեց իր սեփական արյան հետ, ձեզ կշրջապատի։ Եվ այն, ինչ նա բացահայտեց, վերջում կքանդի այն ամենը, ինչ նրանք հավատում էին իրենց մասին։ Իմ անունը Սելինա է։ Սելինա Ֆերեյրա դոս Սանտոս։ Ես ծնվել եմ մի վայրում, որը ոչ մի քարտեզի վրա չկա։ Մարանյանոյի ներքին մասում գտնվող մի գյուղ, որտեղ տները կառուցված էին ջրհորից քերծվածքից, հատակը լցոնված հողից, իսկ շքեղությունը բրինձն ու լոբին նույն ափսեի մեջ ուտելն էր։ Մայրս մահացավ, երբ ես 7 տարեկան էի։ Մալարիա։ Հայրս լավ մարդ էր, բայց կոտրված։ Նա աշխատում էր ուրիշների դաշտերում, վերադառնում էր արից այրված մեջքով, հոգնածությունից կարմրած աչքերով։ Նա ինձ մենակ մեծացրեց, որքան կարող էր։ Նա չէր կարողանում կարդալ։ Նա չէր կարողանում գրել։ Բայց նա գիտեր սիրել։ Եվ հենց այս անգրագետ սիրով նա ինձ սովորեցրեց ամենակարևոր բանը, որը ես մինչ օրս կրում եմ ինձ հետ, որ մարդու արժանապատվությունը չի չափվում նրանով, ինչ նա ունի, այլ նրանով, ինչ նա անում է, երբ ոչ ոք չի նայում։ Ես տնից հեռացա 14 տարեկանում։ Ոչ թե ընտրությամբ, անհրաժեշտությունից դրդված։ Հայրս հիվանդացավ։ Դեղորայքն ավելի թանկ էր, քան նա վաստակում էր 3 ամսում։ Հարանս ինձ աղախնի աշխատանք գտավ Սան Լուիսում գտնվող մի ընտանիքի տանը։ Ես գնացի պլաստիկե տոպրակի մեջ դրված հագուստս գրեթե մաշված սանդալս ձեռքիս։ Ավտոբուսային ուղղությունը դեց 7 ժամ։ Ես երբեք ավտոբուսով չէի նստել։ Ես երբեք քաղաք չէի տեսել։ Երբ հասա Սան Լուիս, տեսա շենքերը, լույսերը, մեքենաները, կարծեցի, թե մեկ այլ մոլորակի վրա եմ հայտնվել։ Ինձ վարձած ընտանիքը միջին խավից էր։ Նրանք հարուստ չէին։ Նրանք հարմարավետ էին։ Տանտիկինը սովորեցրեց ինձ մաքրել, եփել, արթուկել։ Ես քնում էի հետի մասում գտնվող մի փոքրիկ սենյակում, առանց պատուհանի, բարակ ներքնակով օդափոխիչով, որն ավելի շատ աղմուկ էր հանում, քան քամին։ Բայց դա իմ գլխավերում տանիք էր։ Օրական 3 անգամ ուտելիք կար։ Եվ դա մի վայր էր, որտեղ ես կարող էի ամեն ամիս գումար ուղարկել հորս։ Այդ տանը մնացի 4 տարի։ Հետո տեղափոխվեցի մեկ ուրիշը։ Հետո մեկ ուրիշը։ Մշտապես աշխատում էի որպես աղախին։ Մշտապես տուն փող էի ուղարկում։ Հայրս մահացավ, երբ ես 22 տարեկան էի։ Ես չկարողացա ժամանակին հասնել հուղարկավորությանը։ Երբ վերադարձա գյուղ, կավե տունն արդեն քանդվում էր։ Հարանները նրան թաղել էին փոստով ուղարկած գումարի հետ միասին։ Ես 3 օր մենակ անցկացրի այդ ավերակ տանը, նայելով անձրի ներսը թողնող տանիքին, լաց եղա, մինչ արցունքներս վերջացան։ Հետո վերադարձա Սան Լուիս։ Որովհետև կյանքը չի դադարում սպասել սկի ավարտին։ Հենց Սան Լուիսում հանդիպեցի Դոնյա Մարտային։ 60-անց մի կնոջ, որը կենտրոնական շուկայի մոտ փոքրիկ պանսիոնատ էր վարում։ Նա ինձ առաջարկեց խոհարարի մաքրուհու աշխատանք, սենյակի, սննդի համեստ աշխատավարձի դիմաց։ Դոնյա Մարտան այրի էր, երեխաներ չունեցող, բոլորի հետ վարվում էր կոպտորեն, որի մեջ թաքնված էր մի հսկայական սիրտ։ Հենց նա էր, որ մի օր նայեց ինձ, երբ ես խոհանոցի հատակը մաքրում էի, ասաց մի արտահայտություն, որը փոխեց իմ կյանքը։ Սելինա, դու չափազանց խելացի ես, որ ամբողջ կյանքդ ծնկի իջնես ուրիշների հատակները մաքրելով։ Ես ծիծաղեցի։ Ես նյարդային ծիծաղեցի։ Ես ծիծաղեցի, որովհետև իմ խելացի լինելու միտքը կատակ էր թվում։ Ես հազիվ էի կարդում։ Ես հազիվ էի կարողանում գրել իմ անունը, առանց սխալվելու։ Բայց Դոնյա Մարտան պնդեց։ Նա ինձ գրանցեց մեծահասակների գրագիտության ծրագրի, որը գիշերը անցկացվում էր գիշերօթիկի մոտ գտնվող քաղաքային դպրոցում։
Ես գնացի օրվա բոլոր աշխատանքներս ավարտելուց հետո։ Ես ժամանեցի մահացու հոգնած։ Ես նստեցի աթոռին դժվարությամբ աչքերս բաց պահեցի։ Բայց ես գնացի։ Ամեն գիշեր։ 2 տարի շարունակ։ Ես 24 տարեկանում սովորեցի կարդալ։ Առաջին ամբողջական նախադասությունը, որը ես կարդացի ինքնուրույն, առանց որևէ մեկի օգնության, ավտոբուսի ցուցանակի վրա էր։ Տերմինալ Բրայա Գրանդե։ Ես բարձրաձայն կարդացի այն կանգնած ավտոբուսի կանգառում, լաց եղա հենց փողոցի մեջտեղում, երբ մարդիկ ինձ նայում էին առանց հասկանալու։ Նրանք չգիտեին, որ այդ 3 բառերը իմ ազատագրումն էին։ Կարդալ գրել սովորելուց հետո ես ստացա ավագ դպրոցի համարժեք դիպլոմս։ Ամեն ինչ արեցի գիշերը, աշխատանքից հետո աչքերս այրվում էին քնից, իսկ ձեռքերս դեռ սպիտակեցնողի հոտ էին գալիս։ Դոնյա Մարտան մահացավ, երբ ես ավագ դպրոցի 2-րդ կուրսում էի։ Սրտի կաթված։ Արագ։ Առանց նախազգուշացման։ Նա իր կտակում ինձ թողեց իր կենսաթոշակը։ Մի պարզ թղթի կտոր, ձեռագիր, գրանցված նոտարի գրասենյակում, որի վրա գրված էր. Կենսաթոշակը թողնում եմ Սելինային, որը այն դուստրն է, որը ես երբեք չեմ ունեցել։ Ես նորից լաց եղա։ Թվում էր, թե կյանքս կազմված էր կորուստներից ու արցունքներից։ Բայց նա անտեսանելի ժառանգություններից։ Հայրս ինձ արժանապատվություն թողեց։ Դոնյա Մարթան ինձ սովորելու քաջություն թողեց։ Եվ հիմա գլխիս վրա տանիք, որը իմն էր։ Ես շարունակեցի ղեկավարել հյուրատունը։ Դա հեշտ չէր։ Շենքը հին էր, հյուրերը դժվար, իսկ հաշիվները սուղ։ Բայց ես զգուշորեն էի կառավարում այն։ Սովորեցի, թե ինչպես կազմել աղյուսակներ։ Սովորեցի, թե ինչպես բանակցել մատակարարների հետ։ Սովորեցի, թե ինչպես շփվել մարդկանց հետ։ Եվ մինույն ժամանակ շարունակեցի սովորել։ Ես ավարտեցի միջնակարգ դպրոցը 31 տարեկանում։ Նույն թվականին հանձնեցի NM, Բրազիլիայի ազգային միջնակարգ դպրոցի քննություն։ Ընդունվեցի մասնավոր քոլեջի բիզնեսի կառավարման դասընթաց, Brown-ի կրթաթոշակով։ Լրիվ կրթաթոշակով։ Երբ տեսա անունս ցուցակում, չլացա։ Այս անգամ ծիծաղեցի։ Ծիծաղեցի մենակ, նստած ինտերնետ սրճարանում համակարգչի առջ, էկրանը փայլում էր դեմքիս։ Ծիծաղեցի, որովհետև կյանքը, որն այդքան անգամ ինձ գետնին էր տապալել, վերջապես ինձ ինչ-որ բան էր վերադարձնում։ Համալսարանը կյանքիս ամենադժվար, ամենագեղեցիկ շրջանն էր։ Ես դասարանի ամենատարեց աշակերտն էի։ Բոլորը 20 տարեկան էին, խոսում էին երեկույթների, ճամփորդությունների, այնպիսի բաների մասին, որոնք ես երբեք չէի զգացել։ Ես նստած էի առաջին շարքում, ձեռքումս տետրս ու գրիչս, յուրացնում էի յուրաքանչյուր բառը, կարծես անապատում ջուր լիներ։ Դասախոսները հարգում էին ինձ։ Դասընկերներս ինձ տարօրինակ էին համարում։ Ինձ համար մի նույն էր։ Ես այնտեղ էի որոշակի պատճառով, ոչինչ չէր կարող ինձ հեռացնել այդ վայրից։ Եթե այս պատմությունը հուզում է ձեզ, եթե զգում եք, որ այստեղ ավելի մեծ բան է կատարվում, քան պարզապես էկրանին բառերը, ես հիմա ձեզ մի բան եմ խնդրում։ Բաժանորդագրվեք այս ալիքին։ Սա պարզապես կոճակ չէ։ Սա ժեստ է, որ ասում են, որ իմ նման պատմությունները կարևոր են։ Որ ինձ նման մարդիկ արժանի են լսելի լինելուն։ Սեղմեք ստոր, բաժանորդագրվեք, մնացեք ինձ հետ մինչ վերջ։ Որովհետև այն, ինչ հաջորդը կլինի, ձեզ խոսքից կտրի։ Ես ավարտեցի բիզնեսի կառավարման ֆակուլտետը 35 տարեկանում։ Ես բռնեցի դիպլոմը 2 ձեռքերով, այնքան ամուր բռնեցի, որ գրեթե ճմրթեցի։ Այդ թղթի կտորը ավելի ծանր էր, քան իմ կյանքում երբեք գրած ցանկացած բան։ Ավելի շատ, քան ջրի դույլերը, որոնք ես կրում էի գլխիս վրա, որպես աղջիկ։ Ավելի շատ, քան կեղտոտ լվացքի պարկերը, որոնք ես քարշ էի տալիս ուրիշների տներում։ Այդ դիպլոմը ապացույցն էր այն բանի, որ անանուն գյուղի աղջիկը հաջողության էր հասել։ Բայց պատմությունն այստեղ չի ավարտվում։ Իրականում այն նոր է սկսվել։ Դիպլոմս ձեռքիս տակ հյուրանոցը գործարկելով սկսեցի ընդլայնվել։ Վերանորոգեցի շենքը։ Հյուրանոցը վերածեցի փոքրիկ հյուրանոցի։ Հետո բացեցի S1-ը։ Հետո S1-ը։ Ես ունեի կառավարման բնատուր տաղանդ, որի մասին նույնիսկ չգիտեի։
10 տարվա ընթացքում ես ունեցա 6 փոքր հյուրանոցներից բաղկացած ցանց, որոնք ցրված էին Մարանյանում Պիաուիում։ Ոչ մի շքեղություն։ Պարզ, մաքուր, ազնիվ հյուրանոցներ։ Աշխատողների, ճանապարհորդների, ընտանիքների համար։ Ինձ նման մարդկանց համար։ Գումարը սկսեց գալ այնպես, ինչպես երբեք չէի պատկերացնում։ Դա անհավանական կարողություն չէր, բայց ավելին քան բավարար էր հարմարավետ ապրելու համար։ Ես տուն գնեցի։ Իմ առաջին իսկական տունը։ Կերամիկական սալիկապատ հատակով, ներքին լոգարանով խոհանոցով, որտեղ կարող էի առանց ծխի պատրաստել։ Ես ձեռքս անցկացնում էի պատերի վրայով, երբեմն դեռ չէի կարողանում հավատալ, որ դրանք իմն են։ Բայց կար մի դատարկություն։ Մի անցք կրծքիս մեջ, որը աշխարհի բոլոր հաջողությունները չէին կարող լցնել։ Ես ընտանիք չունեի։ Ես երբեք չեմ ամուսնացել։ Ես երբեք երեխաներ չեմ ունեցել։ Ես ամբողջ կյանքս այնքան կենտրոնացած էի գոյատման, ապա ուսման, ապա աշխատանքի վրա, որ մոռացա ապրել այն մասով, որը կյանքը իմաստալից է դարձնում։ Ես հյուրանոցներ ունեի, բայց ոչ ոք չունեի, որի հետ ընթրիք կկիսեի։ Այդ ժամանակ ես իմացա Մոնտեյրո ընտանիքի մասին։ Ես 53 տարեկան էի, երբ մի փաստաբան մոտեցավ ինձ, տրամադրելով մի տեղեկություն, որը փոխեց ամեն ինչ։ Նա ասաց, որ հեռավոր ազգականի կողմից պահանջված գենետիկական կապերի որոնման գործընթացի միջոցով կապ է հայտնաբերվել իմ Թերեզինայից Մոնտեյրո անունով մի ընտանիքի միջ։ Ըստ գրառումների հայրս, այդ պարզ մարդը, որը հազիվ գիտեր, թե ինչպես ստորագրել իր անունը, Պիաուիի ամենահարուստ ընտանիքներից մեկի պատրիարք Օտավիո Մոնտեյրո անունով մի մարդու խորտ եղբայրն էր։ Ես գրեթե ընկա աթոռիցս։ Փաստաբանը բացատրեց, որ Օտավիո Մոնտեյրոն հայրս նույն կենսաբանական հայրն ունեն, ֆերմեր, որը երեխաներ ունի տարբեր կանանցից, հորս մայրը ֆերմերային աշխատող էր, որին երբեք չեն ճանաչել։ Օտավիոն մեծացել է որպես օրինական որդի, հայրս անտեսվել է։ Նույն հին պատմությունը, հարուստները ստանում են անունը, աղքատները լռությունը։ Օտավիոն տարիներ առաջ արդեն մահացել էր։ Սակայն նրա երեխաներն ու թոռները կենդանի էին, շատ ակտիվ էին Թերեսինայի հասարակության կյանքում։ Մոնտեյրո ընտանիքը շինարարական ընկերություններ, ֆերմաներ, ավտոմեքենաների վաճառքի կետեր ուներ։ Նրանք հայտնի էին հասարակության սյունակներում։ Նրանք իրենց տեղը զբաղեցնում էին բարեգործական ճաշկերույթներում։ Նրանք իշխանություն ունեին։ Եվ հիմա, գենետիկական առանձնահատկության հետաքրքրասեր իրավաբանի շնորհիվ, նրանք ունեին մի զարմուհի, որի մասին ոչ ոք չգիտեր։ Մի զարմուհի, որը մեծացել էր աղքատության մեջ։ Մի զարմուհի, որը տնային աշխատող էր։ Մի զարմուհի, որը իր արժանապատվությունը հողից վերցնում էր, մաս-մաս, առանց որևէ մեկի օգնության։ Երկար ու խորը մտածեցի, նախքան կապ հաստատելը։ Շաբաթներ շարունակ մտածեցի այդ մասին։ Շրջում էի տանը, նստում, վեր կենում, խոսում ինքս ինձ հետ։ Մի մասն ուզում էր հանդիպել նրանց։ Ուզում էի ընտանիք ունենալ։ Ուզում էի նստել Սուրբ Ծննդյան սեղանի շուրջ ոչ միայն լսել իմ սեփական ձայնի արձագանքը։ Մեկ այլ մասն էլ վախենում էր։ Վախենում էր մերժվելուց։ Վախենում էր դատվելուց։ Վախենում էր հարուստ մարդկանց աչքերի մեջ նայելուց տեսնելուց նույն արամարանքը, որը տեսել եմ ամբողջ կյանքումս։ Բայց հետաքրքրասիրությունն ու միայնությունը հաղթեցին վախին։ Ես խնդրեցի փաստաբանին կապ հաստատել։ Պատասխանը եկավ մեկ շաբաթվա ընթացքում։ Եվ այն զարմանալիորեն դրական էր։ Ընտանիքի մայրապետը, Դոնա Բեատրիս Մոնտեյրոն, Օտավիոյի այրին, ինձ հրավիրեց Թերեզինայի ընտանեկան տանը ջաշի։ Նա հեռախոսով ասաց, որ ուրախ է իմանալով իմ գոյության մասին, որ ցանկանում է անձամբ հանդիպել ինձ հետ։ Ես նոր հագուստ գնեցի։ Առաջին հագուստը գնել եմ, մտածելով լավ տպավորություն թողնելու, ոչ թե պարզապես ինձ ծածկելու մասին։ Գնացի Սան Լուիսի կենտրոնում գտնվող խանութ, ընտրեցի աննկատ զգեստ, փակ կոշիկներ, պարզ պայուսակ։ Նայեցի ինձ հանդերձարանի հայելու մեջ, տեսա մի կնոջ, որը ոչ թե սպասուհու էր նման, այլ բարձրաշխարհիկ կնոջ։ Նա ճիշտ ինձ նման էր։ Մեկը, միջինը։ Մեկը, ով լողալով հատել է ամբողջ գետը հասել մյուս ափ, թաց, հոգնած, բայց կանգնած։ Թերեզինա մեքենայով գնալը տեց 6 ժամ։ Կարող էի ինքնաթիռով գնալ։ Ես գումար ունեի դրա համար։ Բայց ուզում էի մեքենայով գնալ։ Ուզում էի տեսնել, թե ինչպես է փոխվում բնապատկերը։ Ուզում էի զգալ ճանապարհը։
Ուզում էի ժամանակ շնչելու սիրտս պատրաստելու այն ամենին, ինչ սպասվում էր։ Մոնտեյրոյի տունը տուն չէր։ Այն առանձնատուն էր։ Հսկայական երկաթե դարպասը բացվում էր դեպի մուտք, որի երկու կողմերում շարված էին թագավորական արմավենիներ, այգու կենտրոնում շատրվան սպիտակ ճակատային մաս սյուներով, որոնք կարծես ուղիղ ֆիլմից դուրս լինեին։ Ես կայանեցի իմ համեստ մեքենան ներմուծված մեքենաների կողքին, որոնք արժեին ավելի շատ, քան իմ բոլոր հյուրանոցային կացությունները միասին վերցրած։ Ձեռքս դողում էր, երբ զանգը տվեցի։ Դուռը բացեց համազգեստով աղախինը։ Ես նայեցի նրան, կոկորդս մի գունդ զգացի։ Այդ կինը ես էի 20 տարի առաջ։ Նույն հագուստը, նույն տեսքը, նույն տեղը անտեսանելի հիերարխիայում, որը աշխարհը ստեղծում է ծառայողների ծառայվողների միջ։ Մատուցողուհին ինձ տարավ մի հսկայական սենյակ։ Մարմարե հատակ, սպիտակեղեն վարագույրներ, պատերին յուղաներկ նկարներ, բյուրեղապակյա ջահեր, թարմ ծաղիկների նուրբ փայտի բույր էր։ Ամեն ինչ փողի մասին էր գոռում։ Ամեն ինչ իշխանության մասին էր շշնջում։ Առաջինը հայտնվեց Դոննա Բեատրիսը։ 80 անց մի կին, նրբագեղ, ինչպես քանդակ, կատարյալ ոճավորված սպիտակ մազերով, մետաքսե զգեստով աննկատ վզնոցներով։ Նա ինձ ողջունեց անկեղծ թվացող գրկախառնությամբ։ Նա բռնեց ձեռքերս, նայեց աչքերիս մեջ, ասաց, որ ես ունեմ իր հոր, ձեր ֆերմերի հայացքը։ Ես չգիտեի, դա հաճոյախոսություն էր, թե դիտարկում, բայց զգացի, որ նա անկեղծ էր։ Աստիճանաբար ժամանեցին ընտանիքի մյուս անդամները։ Եվ այդ ժամանակ մթնոլորտը փոխվեց։ Առաջինը ժամանեց Ռիկարդոն, Օտավիոյի թոռը, մոտ 40 տարեկան, իրավաբան, անթերի հագնված, ժամացույցով, որը ջահից ավելի պայծառ էր փայլում։ Նա մտավ սենյակ, վերից ներք նայեց ինձ, ժպիտ նվիրեց, որը աչքերին չհասավ։ Նա մատների ծայրերով սեղմեց ձեռքս, կարծես դիպչելով մի բանի, որին նախընտրում էր չդիպչել։ Հետո եկավ Ֆերնանդան, Օտավիոյի թոռնուհին, մոտ 35 տարեկան, ամուսնացած գյուղատնտեսական ձեռնարկատիրոջ հետ։ Շիկահեր, նիհար, օծանելիքով լի։ Նա ինձ դիմավորեց օդային համբույրով, նրանցից մեկը, որոնց հետ դիպչել չես կարող, անմիջապես ամուսնուն մի կողմ քաշեց սենյակի անկյունում, զրուցելու համար, շշնջալով նայելով իմ ուղղությամբ։ Հետո եկավ Մարկոսը, մեկ այլ թոռ, 38 տարեկան, բժիշկ։ Նա ամենասիրալիրն էր։ Նա նստեց կողքիս, հարցրեց ուղղորության մասին, ջուր առաջարկեց։ Բայց ես նրա մեջ զգացի կլինիկական հետաքրքրասիրություն, կարծես ես մի դեպք լինեի, որը նա վերլուծում էր ախտորոշում տալուց առաջ։ Եվ վերջապես եկավ Պատրիսիան։ Թոռներից ավագը։ 45 տարեկան։ Խանութների ցանցի սեփականատեր։ Պատրիսիան մտավ սենյակ, ինչպես իր սեփական արքունիքը մտնող թագուհի։ Նա ուղիղ ինձ չնայեց։ Նա ինձ չողջունեց։ Նա նստեց ամենակենտրոնական բազկաթոռին, խաչեց ոտքերը այնպիսի ճշգրտությամբ, ինչպես նա, ով ամբողջ կյանքում կրկնել էր այդ ժեստը հայելու առաջ։ Ճաշը մատուցվում էր սեղանի վրա, որը կարծես ուղիղ ամսագրից լիներ։ Արտասահմանյան ջենապակյա։ Արծաթե սպասք։ Սպիտակեղենի անձեռոցիկներ։ Բյուրեղապակյա բաժակներ։ Ես նայեցի այդ ամենին, հիշեցի այն ժամանակները, երբ խոհանոցի հատակին նստած ալյումինե ափսեի վրա լոբի էի ուտում ալյուրով, քանի որ սեղան չկար։ Այդ ալյումինե ափսեի, այդ ջենապակյա ափսեի միջ եղած հեռավորությունը ողջ կյանքի հեռավորություն էր։ Ճաշի ժամանակ զրույցը քաղաքավարի էր։ Մակերեսային։ Դոննա Բեատրիսը հարցեր էր տալիս իմ կյանքի, աշխատանքի, հյուրանոցների մասին։ Ես անկեղծորեն պատասխանում էի։ Ես խոսում էի դժվարությունների, նվաճումների, տնային աշխատողի կարգավիճակում անցկացրած տարիների մասին։ Ամեն անգամ, երբ ես հիշատակում էի տնային աշխատող բառը, տեսնում էի, թե ինչպես է Ռիկարդոն հայացքներ փոխանակում Ֆերնանդայի հետ։ Ամեն անգամ, երբ ես խոսում էի իմ սեփական արժանապատվության վերականգնման տարիների մասին, Պատրիսիան խաղում էր իր բջջային հեռախոսով, կարծես իմ պատմությունը պակաս հետաքրքիր լիներ, քան Ինստագրամի ծանուցումը։ Բայց ես դիմացա դրան։ Ես ժպտացի։ Ես քաղաքավարի էի, որովհետև ես այնտեղ չէի ոչ մեկին տպավորելու համար։ Ես այնտեղ էի ընտանիք գտնելու համար։
Եթե դուք կարդում եք, սա զգում եք նույնը, ինչ ես զգացի այդ սեղանի շուրջ, եթե գիտեք, թե ինչ է նշանակում, երբ ձեզ վերից են նայում մարդիկ, ովքեր պատկերացում չունեն, թե ինչի միջով եք անցել, թողեք մեկնաբանություն ներքում։ Գրեք ինչ-որ բան։ Գրեք, ես գիտեմ, թե ինչ է դա։ Ես ուզում եմ կարդալ այն։ Ես պետք է իմանամ, որ միայնակ չեմ։ Եվ եթե այս բովանդակությունը ձեզ մոտ ինչ-որ բան է առաջացնում, հավանեք այն։ Սեղմեք հավանել կոճակը հիմա։ Դա անվճար է։ Բայց ինձ համար դա նշանակում է, որ իմ ձայնը կարևոր է։ Ճաշից հետո Դոննա Բեատրիսը հրավիրեց ինձ այգին տեսնելու։ Մենք միասին զբոսնում էինք վարդի թփերի մանգոյի ծառերի միջով, մինչ նա պատմում էր ինձ պատմություններ ծեր ֆերմերի, ընտանիքի անցյալի մասին։ Նա, կարծես, անկեղծորեն ուրախ էր ինձ հետ հանդիպելու համար։ Բայց երբ մենք վերադարձանք ներս, մթնոլորտը լիովին փոխվել էր։ Ռիկարդոն հեռախոսով խոսում էր, մեղմ, բայց հրատապ։ Ֆերնանդան նստած էր բազմոցին, այնպիսի տեսքով, կարծես հենց նոր ինչ-որ դառը բան կուլ էր տվել։ Մարկոսը ձեռքերը գրպաններում պատուհանից դուրս էր նայում։ Իսկ Պատրիսիան կանգնած էր սենյակի կենտրոնում, ձեռքերը խաչած, մի արտահայտությամբ, որը ես լավ գիտեի։ Դա հարձակվելու պատրաստվող մեկի արտահայտությունն էր։ Դոննա Բեատրիսը անմիջապես նկատեց լարվածությունը։ Ինչ պատահեց, հարցրեց նա։ Պատրիսիան առաջ եկավ ուղիղ ինձ նայեց։ Տատիկ, մենք պետք է խոսենք։ Առանձին։ Դոննա Բեատրիսը խոժոռվեց։ Ամեն ինչ, ինչ դուք ունեք ասելու, կարող եք ասել Սելինայի առջ։ Նա իմ ընտանիքի անդամն է։ Պատրիսիան կարճ ծիծաղ արձակեց։ Սարը։ Գծու։ Ընտանիք։ Տատիկ, ամենայն հարգանքով, այս կինը հայտնվեց ոչ մի տեղից, հարմար պատմությամբ փաստաբանով։ Մենք նույնիսկ չգիտենք, թե արդյոք այս գենետիկական թեստը իրական է։ Եվ նույնիսկ եթե այդպես է, դա նրան Մոնտեյրո չի դարձնում։ Ես զգացի, կարծես ինչ-որ մեկը դանակ էր խրել կրծքիս մեջ։ Դա անդաղ։ Ճշգրիտ։ Ռիկարդոն անջատեց հեռախոսը, միացավ քրոջը։ Պատրիսիան ճիշտ է, տատիկ։ Մենք իրար հետ խոսել ենք, անհանգստացած ենք։ Այս իրավիճակը կարող է իրավական հետանքներ ունենալ։ Գույքային հետանքներ։ Եթե այս կինը ճանաչվի որպես ազգականը։ Նա չավարտեց նախադասությունը։ Անհրաժեշտ չէր։ Այն բառը, որը նա չասաց, ճչում էր օդում, ժառանգություն։ Նրանք չէին վախենում ինձնից։ Նրանք վախենում էին նրանից, թե ես ինչ էի ներկայացնում։ Նրանք վախենում էին, որ չճանաչված խորտ եղբոր դստեր, աղքատ զարմուհու գոյությունը կարող էր ճեղք ստեղծել ընտանիքի ակտիվներում։ Նրանք վախենում էին, որ ես այնտեղ էի ոչ թե սիրո, այլ փողի համար։ Իրոնիան այնքան դաժան էր, որ գրեթե ծիծաղեցրեց ինձ։ Ես, ով իմ սեփական կյանքը կառուցել էր զրոյից։ Ես, ով ունեի իմ սեփական հյուրանոցները, իմ սեփական հաշիվները, իմ սեփական քրտինքը, որը վերածվել էր ակտիվների։ Ես նրանց փողի կարիքը չունեի։ Ես նրանց քնքշանքի կարիքն ունեի։ Եվ քնքշությունը միակ բանն էր, որ նրանք պատրաստ չէին տալ։ Դոննա Բեատրիսը զայրացած էր։ Այդ գիշեր նա առաջին անգամ բարձրացրեց ձայնը։ Ամաչում ես։ Այդքանը։ Ամաչում ես մի կնոջից, որն ամբողջ կյանքում աշխատել է ոտքի կանգնելու համար։ Կնոջից, որի մեկ մատի մեջ ավելի շատ քաջություն կա, քան դուք բոլորդ միասին վերցրած։ Պատրիսիան աչքերը թարթեց։ Սա ամոթալի չէ, տատիկ։ Սա խոհեմություն է։ Մենք հեղինակություն ունենք։ Մենք բիզնես ունենք։ Մենք կերպար ունենք։ Եվ այս կինը առանց աչքերիս մեջ նայելու մատնացույց արեց նա ինձ, այս կինը սպասուհի էր։ Նա մաքրուհի էր։ Նա պատկերացում չունի, թե ինչպես պետք է գործի մեր աշխարհում։ Եթե մամուլը պարզի, որ Մոնտեյրոները զարմիկ ունեն, որը լոգարաններ էր մաքրումը։ Ես բարձրացրի ձեռքս։ Հանգիստ։ Առանց գոռալու։ Առանց լաց լինելու։ Կարող ես ավարտել, ասացի ես։ Լսում եմ։ Պատրիսիան կանգ առավ։ Կարծում եմ, նա չէր սպասում, որ ես կպահպանեմ իմ հանգստությունը։ Նա սպասում էր, որ ես կհիասթափվեմ։ Աղա չեմ։ Ապացուցեմ հենց այն, ինչ ինքն էր մտածում։ Որ ես թույլ եմ։ Ես նայեցի նրանցից յուրաքանչյուրին։
Մեկ առ մեկ։ Ռիկարդոն կոստյումով փող կորցնելու վախով։ Ֆերնանդան իր բուրավետ անհարմարությամբ։ Մարկոսը իր վախկոտ լռությամբ, որը նման էր նրան, ով համաձայն չէր, բայց համարձակություն չուներ խոսելու։ Եվ Պատրիսիան իր դաժանությամբ, որը քողարկված էր դասակարգի տակ։ Ես հեռանում եմ, ասացի ես։ Ոչ թե որովհետ դու ինձ դուրս ես հանում, այլ որովհետ ես որոշել եմ հեռանալ։ Ես այստեղ եկա ընտանիք փնտրելու։ Ես նրանց չգտա։ Եվ դա նորմալ է։ Ես առաջ եմ ընտանիք կորցրել։ Ես ողջ եմ մնացել։ Դոնա Բեատրիսը փորձեց ինձ զսպել։ Նա բռնեց իմ ձեռքը, աղաչեց մնալ, ասաց, որ իր թոռները սխալվում են։ Բայց ես նրա աչքերում տեսա մի տխրություն, որը գերազանցում էր իմ սեփականը։ Դա մի կնոջ տխրություն էր, որը մեծացրել էր մի սերունդ, որին այլս չէր ճանաչում։ Նույն գիշերը վերադարձա Սան Լուիս։ 6 ժամ ճանապարհին։ Միայնակ։ Անջատած ռադիոյով։ Միայն ես, շարժիչի աղմուկը կոտրված սրտիս լռությունը։ Բայց պատմությունն այստեղ չի ավարտվում։ Իրականում, սա ընդամենը նախապատրաստություն էր այն բանի, ինչ պետք է լիներ։ Հաջորդ ամիսներին ես շարունակեցի իմ կյանքը։ Բացեցի իմ 7-րդ հյուրանոցը։ Վարձեցի ավելի շատ աշխատակիցներ։ Ստեղծեցի խոցելի իրավիճակներում գտնվող կանանց համար նախատեսված ուսումնական ծրագիր, դասավանդելով հյուրանոցային կառավարման հիմունքներ։ Ես գիտեի, թե ինչ է նշանակում լինել առանց հնարավորությունների կին։ Եվ որոշել էի, որ եթե չեմ կարող փոխել աշխարհը, ապա գոնե կփոխեմ այն որոշ կանանց համար։ Ծրագիրը մեծացավ։ Մամուլը սկսեց նկատել։ Սկզբում տեղական թերթը, ապա բիզնես ամսագիրը, ապա հեռուստաալիքը 15 րոպեանոց ռեպորտաժ պատրաստեց իմ պատմության մասին։ Ռեպորտաժը լայն տարածում գտավ։ Միլիոնավոր դիտումներ։ Մեկնաբանություններ ամբողջ Բրազիլիայից։ Մարդիկ ինձ հաղորդագրություններ էին ուղարկում, պատմում իրենց պատմությունները։ Ես լաց եղա, կարդալով դրանցից յուրաքանչյուրը։ Եվ գիտեք, թե ով էր դիտում լուրերը։ Մոնտեյրո ընտանիքը։ Բոլորը։ Առաջինը կապ հաստատեց Ֆերնանդան։ Նա հաղորդագրություն ուղարկեց, ասելով, որ դիտել է ռեպորտաժը տպավորված է իմ պատմությամբ։ Նա ասաց, որ շատ է ցավում ճաշի ժամանակ տեղի ունեցածի համար։ Նա ասաց, որ ուզում է խոսել։ Ես անմիջապես չպատասխանեցի։ Պահպանեցի հաղորդագրությունը։ Մի քանի անգամ կարդացի այն։ Մտածեցի դրա մասին։ Զգացի դա։ Եվ 3 օր անց պատասխանեցի քաղաքավարի, բայց առանց ոգորության։ Հետո Ռիկարդոն եկավ։ Նա զանգահարեց իմ գրասենյակ։ Նա խնդրեց հանդիպում։ Նա ասաց, որ ունի գործնական առաջարկ։ Նա ուզում էր քննարկել իր ընտանիքի շինարարական ընկերության իմ հյուրանոցային ցանցի միջ հնարավոր գործընկերությունը։ Ես լուր լսեցի, ասացի, որ կմտածեմ դրա մասին։ Մարկոսը երկար նամակ ուղարկեց։ Նա ներողություն խնդրեց ճաշի օրը լռության համար։ Նա ասաց, որ զղջում է, որ ոչինչ չի ասել։ Նա ասաց, որ հիանում է իմ պատմությամբ, որ ես ոգեշնչման աղբյուր եմ եղել։ Գեղեցիկ խոսքեր, բայց պարզապես խոսքեր։ Միակ մարդը, ով կապ չհաստատեց, Պատրիսիան էր։ Մինչ ընթրիքի օրը Մոնտեյրո ընտանիքը Թերեզինայում կազմակերպեց ամենամյա մեծ բարեգործական ընթրիք։ Դա քաղաքի ամենակարևոր հասարակական միջոցառումն էր։ Ներկա էին գործարարներ, քաղաքական գործիչներ, բժիշկներ, փաստաբաններ, բոլորը, ովքեր փող իշխանություն ունեին։ Դա այն բեմն էր, որտեղ Մոնտեյրոները աշխարհին ցուցադրում էին իրենց հմայքը։ Եվ այդ տարի, իմ զարմանքին, Դոնա Բեատրիսը հրավիրեց ինձ։ Անձամբ։ Նա զանգահարեց, լաց եղավ հեռախոսով, աղաչեց, որ գամ։ Նա ասաց, որ սա հիանալի հնարավորություն է ընտանիքին ցույց տալու, թե ով եմ ես իրականում։ Նա ասաց, որ հպարտանում է ինձնով, ուզում է, որ ես իր կողքին լինեմ։ Ես գրեթե ասացի, ոչ։ Գրեթե։ Բայց Դոնյա Բեատրիսի ձայնում կար ինչ-որ բան, որ հուզեց ինձ։ Դա մանիպուլյացիա չէր։ Դա սեր էր։ Տարեց կնոջ սերը, որն ուզում էր շտկել իր թոռների կոտրածը։ Ես գնացի։
Ես զգեստ գնեցի։ Այս անգամ ես չընտրեցի ամենաաննկատելի զգեստը։ Ես ընտրեցի զգեստ նրբագեղ ճիշտ նստած։ Ոչ թե տպավորելու համար։ Որպեսզի ինքս ինձ հիշեցնեմ, որ ես արժանի եմ այնտեղ լինել նույնքան, որքան այդ սենյակում գտնվող մյուս բոլորը։ Ես հասա այն հյուրանոցը, որտեղ ընթրիքն էր տեղի ունենում։ Այո, հեգնանքը ակնհայտ էր։ Մոնտեյրո ընտանիքի ընթրիքը կազմակերպվում էր հյուրանոցում։ Եվ ես, մերժված զարմիկս, հյուրանոցների սեփականատեր էի։ Դահլիճը շլացուցիչ էր։ Հսկայական ջահեր։ Սպիտակ ծաղիկներով զարդարված սեղաններ։ Շամպայնով շրջող մատուցողներ։ Կենդանի կամերային երաժշտություն։ Թերեզինայի էլիտան իրենց բնական միջավայրում։ Դոննա Բեատրիսը մուտքի մոտ ինձ դիմավորեց ամուր գրկախառնությամբ։ Նա շողշողուն էր։ Նա ինձ ներկայացրեց որպես իր զարմուհի։ Զարմուհի։ Ոչ հեռավոր զարմուհի։ Ոչ ծանոթուհի։ Զարմուհի։ Ես գրեթե լաց եղա հենց այդ պահին, բայց զսպեցի ինձ։ Թոռներս տեսան իմ ժամանումը։ Ռիկարդոն հեռվից գլխով արեց։ Ֆերնանդան ձեռքով արեց։ Մարկոսը մոտեցավ ինձ, համբուրելով այտը։ Եվ Պատրիսյան։ Պատրիսյան սենյակի մյուս կողմից նայեց ինձ իր ծանոթ արտահայտությամբ, արամարանքի անհարմարության խառնուրդ։ Երեկոն առաջին 2 ժամվա ընթացքում համեմատաբար լավ անցավ։ Ես խոսեցի գործարարների, քաղաքական գործիչների, այն մարդկանց հետ, ովքեր պատկերացում անգամ չունեին, թե ով եմ ես։ Ես խոսեցի իմ հյուրանոցների մասին։ Ես խոսեցի ուսումնական ծրագրի մասին։ Ես խոսեցի վստահորեն, բնականաբար, այնպիսի ճարտասանությամբ, ինչպես մարդը, ով սովորել է խոսել ոչ թե հրապարակային ելույթների դասընթացներում, այլ կյանքի դժվարին իրավիճակներում։ Եվ հետո եկավ ելույթների պահը։ Մոնտեյրո ընտանիքի բարեգործական ընթրիքի ավանդույթը ներառում էր ընտանիքի անդամների մի շարք ելույթներ։ Դա այն պահն էր, երբ յուրաքանչյուր թոռ բեմ էր բարձրանում խոսում ընտանեկան արժեքների, համայնքին օգնելու կարողության սոցիալական պատասխանատվության մասին։ Գործնականում դա կոլեկտիվ ունայնության վարժություն էր, որը քողարկված էր բարեգործության անվան տակ։ Ռիկարդոն առաջինը խոսեց։ Գեղեցիկ ելույթ։ Փորձված խոսքեր։ Հաշվարկված ժպիտներ։ Քաղաքավարի ծափահարություններ։ Հաջորդը խոսեց Ֆերնանդան։ Չափավոր հույզեր։ Հիշատակում էր իր պապիկ Օտավիոյին, որպես ազնվության օրինակ։ Քաղաքավարի ծափահարություններ։ Մարկոսը կարճ խոսեց։ Նա մեջբերեց սոցիալական անհավասարության վերաբերյալ մի ուսումնասիրություն։ Նա փիլիսոփայորեն սկսեց խոսել։ Քաղաքավարի ծափահարություններ։ Եվ հետո Պատրիսյան բարձրացավ վեր։ Նա մոտեցավ միկրոֆոնին այնպիսի վստահությամբ, ինչպես մեկը, ով երբեք չի կասկածել իր տեղին աշխարհում։ Նա սկսեց բոլորին շնորհակալություն հայտնելով այնտեղ լինելու համար։ Նա խոսեց Մոնտեյրո ընտանիքի պատմության, գերազանցության ավանդույթների, պապիկի ժառանգության մասին։ Եվ հետո նա ասաց մի բան, որից արյունս եռաց։ Մեր ընտանիքը միշտ եղել է աշխատասիրության արժանինքների օրինակ։ Մենք ամեն ինչի հասել ենք ջանքերի, նվիրվածության անսասան արժեքների շնորհիվ։ Ոչ ոք մեզ ոչինչ չի տվել։ Ոչ ոք մեզ բարեհաճություն չի արել։ Մենք մեր սեփական քրտինքի արդյունքն ենք։ Ես նայեցի Դոննա Բեատրիսին։ Նա անշարժ նստած էր աթոռին։ Նրա աչքերում տեսա, որ նա գիտեր, թե ինչ է սպասվում։ Եվ այդ պատճառով, շարունակեց Պատրիսյան, մենք ուշադիր ընտրում ենք այն մարդկանց, որոնց հետ կապում ենք մեր անունը։ Որովհետև Մոնտեյրո անունը պարզապես ազգանուն չէ։ Այն ապրանքանիշ է։ Որակի ապրանքանիշ։ Անկեղծության։ Դասի։ Նա դրամատիկորեն լռեց։ Եվ նայեց իմ ուղղությամբ։ Ոչ ուղղակիորեն։ Նա մատը չմատնեց։ Նա իմ անունը չասաց։ Բայց ուղերձը պարզ էր բոլոր նրանց համար, ովքեր ականջներ ունեին լսելու։ Նա 300 մարդու առջ ասում էր, որ ես այնտեղ տեղ չունեմ։ Եթե հիմա զայրացած եք, եթե ձեր արյունը եռում է, ես ձեզ մեկ բան եմ խնդրում։ Կիսվեք այս բովանդակությամբ հիմա։ Ուղարկեք այն ինչ-որ մեկին։ Բոլորին։ Որովհետև այս պատմությունը պետք է լսվի։ Եվ այն, ինչ հետում է, այն պատճառն է, որ ես ձեզ այս ամենը պատմում եմ։
Սա վրեժխնդրություն չէ։ Սա ճշմարտություն է։ Եվ ճշմարտությունը ամենահզոր զենքն է, որը գոյություն ունի։ Երբ Պատրիսիան ավարտեց իր ելույթը, արժանացավ նրա քաղաքավարի ծափահարություններին, ես զգացի, որ սիրտս այնքան ուժեղ էր բաբախում, որ կարծեցի, թե շուրջս բոլորը կարող են լսել այն։ Դոննա Բեատրիսը ձեռքս տարավ սեղանի տակ ամուր սեղմեց։ Ես նայեցի նրան, նա շշնջաց. «Գնա»։ Ես անմիջապես չհասկացա։ «Գնա, Սելինա»։ «Գնա այնտեղ, ասա ճշմարտությունը»։ Ես տատանվում էի։ Ամբողջ կյանքս ինձ սովորեցրել էր անտեսանելի լինել։ Ոչ մեկին չանհանգստացնել։ Ընդունել այն տեղը, որը աշխարհն ինձ նշանակել էր։ Բայց այդ գիշեր իմ ներսում ինչ-որ բան հրաժարվեց ընդունել դա։ Ինչ-որ բան ավելի մեծ, քան վախը։ Ավելի մեծ, քան ամոթը։ Ավելի մեծ, քան պատկանելության ցանկությունը։ Դա արժանապատվություն էր։ Ես վեր կացա։ Ես քայլեցի դեպի բեմ։ 300 զույգ աչք հետում էր ինձ։ Շշուկները արձագանքում էին միջանցքում։ Ռիկարդոն թեքվեց դեպի Ֆերնանդան, ինչ-որ բան շշնջաց։ Մարկոսը ձեռքերը դրեց դեմքին։ Պատրիսիայի աչքերը լայնացան։ Ես բարձրացա բեմ տանող աստիճաններով։ Կանգ առա միկրոֆոնի առջ։ Եվ մի պահ նայեցի այդ դահլիճին, որը լի էր հարուստ, ազդեցիկ, կարոր մարդկանցով։ Եվ հիշեցի այն 14-ամյա աղջկան, որը անանուն գյուղից հեռացավ, պլաստիկ տոպրակի մեջ հագուստը փոխելու համար։ Ես խորը շունչ քաշեցի։ Բարի երեկո բոլորին։ Իմ անունը Սելինա Ֆերեյրա դոս Սանտոս է։ Ձեզանից շատերը ինձ չեն ճանաչում։ Բայց ես ունեմ մի պատմություն, որը, կարծում եմ, պետք է լսեք։ Սենյակում լռություն տիրեց։ Լիովին։ Ես ծնվել եմ աղքատության մեջ։ Մարանյանոյի ներքին մի գյուղում։ Մայրս մահացել է, երբ ես 7 տարեկան էի։ Հայրս անգրագետ էր։ 14 տարեկանում ես գնացի աշխատելու որպես սպասուհի։ Ես մաքրում էի հատակներ։ Ես լվանում էի հագուստ։ Ես եփում էի ուրիշների համար։ Ես մաքրում էի զուգարաններ։ Ես տեսա, թե ինչպես Պատրիսիան քարացավ իր աթոռին։ Ես կարդալ սովորեցի 24 տարեկանում։ Ավարտեցի ավագ դպրոցը 31 տարեկանում։ Ավարտեցի բիզնեսի կառավարման ֆակուլտետը 35 տարեկանում։ Իմ առաջին հյուրանոցը բացեցի հատակներ լվանալով, լվացարաններ մաքրելով խնայած գումարով։ Շշուկներ դահլիճում։ Այսօր ես ունեմ 7 հյուրանոցներից բաղկացած ցանց։ Ես աշխատանքի եմ վերցնում 200-ից ավելի մարդու։ Ես ստեղծել եմ ուսումնական ծրագիր, որն արդեն վերապատրաստել է խոցելի իրավիճակներում գտնվող 140 կանանց։ Շշուկները ավելի բարձրացան։ Նրանց հայացքները հանդիպեցին։ Մի քանի ամիս առաջ ես իմացա, որ ազգական եմ Մոնտեյրո ընտանիքի հետ։ Հայրս Օտավիո Մոնտեյրոյի խորթ եղբայրն էր։ Նույն արյունը։ Նույն պապը։ Տարբեր ուղիներ։ Նա պահեց հողը։ Հայրս պահեց փոշին։ Դոնյա Բեատրիսը գլխով արեց, լուր լաց լինելով։ Ես այստեղ եկա ամիսներ առաջ, Դոնյա Բեատրիսի հրավերով։ Ես նստեցի այդ հսկայական սեղանի շուրջ կերա այդ ներմուծված ճենապակուց։ Եվ գիտեք ինչ լսեցի։ Որ ես անպատվություն եմ։ Որ ես Մոնտեյրո չեմ։ Որ մաքրուհուս աշխատանքը կարատավորի ընտանիքի անունը։ Լռությունն այնքան խիտ էր, որ կարելի էր դանակով կտրել այն։ Բայց ես ուզում եմ մի բան ասել այս ընտանիքին։ Մոնտեյրոներին։ Ձեզանից յուրաքանչյուրին, որ նստած եք այնտեղ, ձեր գեղեցիկ կոստյումներով, ձեր թանկարժեք ժամացույցներով, ձեր փորձված ժպիտներով։ Ես ուղիղ նայեցի Պատրիսիային։ Դու ոչինչ չես կառուցել ինքնուրույն։ Քո պապը այն կառուցել է քրտնաջան աշխատանքի միջոցով։ Բայց նա այն կառուցել է նա այնպիսի արտոնությունների հիման վրա, որոնք ուրիշ մարդիկ երբեք չեն ունեցել։ Նա այն կառուցել է այն ժամանակ, երբ իր եղբայրը, հայրս, աշխատում էր դաշտերում, երբեք ոչ մի կոպեկ ճանաչման չարժանանալով։ Քո հաջողությունը չի ծնվել դատարկությունից։ Այն ծնվել է մի կառույցի մեջ, որը համակարգված կերպով բացառում էր ինձ նման մարդկանց։ Ռիկարդոն դժվարությամբ կուլ տվեց։ Ֆերնանդան սեռուն նայում էր իր ափսեին։ Մարկոսը աչքերը փակ էր։
Եվ դուք համարձակություն ունեք կանգնել այս բեմի վրա ասել, որ ոչ ոք ոչինչ չի արել ձեզ համար, որ դուք ձեր սեփական քրտինքի արդյունքն եք։ Ո՞ն քրտինքի։ Ձեր պապիկի, որին հող են տվել։ Ձեր հոր, որին վճարել է ձեր ուսման համար։ Ձեր մոր, որը երբեք ստիպված չի եղել ընտրություն կատարել դեղորայք կամ սնունդ գնելու միջ։ Իմ ձայնը հաստատ ուներ։ Յուրաքանչյուր բառ դուրս էր գալիս ինչպես քար, որը տասնամյակներ շարունակ կրում էի վերջապես վայր էի դնում։ Ես իմ սեփական քրտինքի արդյունքն եմ։ Ես, ով հող չունեի, ով դպրոց չունեի, ով հարուստ հայր չունեի, ով օգնող ձեռք չունեի, ով անուն չուներ հասարակության էջերում, ով ներմուծված ճենապակյա սեղան չուներ։ Ես ունեի ալյումինե ափսե, հագուստի փոխարինող խոստում։ Ես զգացի, թե ինչպես են արցունքները լցվում աչքերս, բայց ես թույլ չտվեցի, որ դրանք հոսեն։ Ոչ այդ պահին։ Ոչ այդ պահին։ Եվ գիտես էլ ինչ։ Ես այստեղ չեմ եկել ինչ-որ բան խնդրելու։ Ես քո փողը չեմ ուզում։ Ես քո ազգանունը չեմ ուզում։ Ես քո ժառանգությունը չեմ ուզում։ Ես իմ սեփական ժառանգությունը կառուցեցի։ Ամեն աղյուս, ամեն կոպեկ, քրտինքի ամեն կաթիլ իմն էր։ Կանգ առ։ Ես այստեղ եկա, որովհետև ընտանիք էի ուզում։ Ես ուզում էի պատկանել ինձանից ավելի մեծ մի բանի։ Ես ուզում էի նստել Սուրբ Ծննդյան սեղանի շուրջ լսել, թե ինչպես են ինձ զարմուհի, մորաքույր, ազգական անվանում։ Բայց դու ինձ ցույց տվեցիր, որ ընտանիքը արյուն չէ։ Ընտանիքը նա է, ով քեզ ընդունում է։ Եվ դու մերժեցիր ինձ։ Ես նայեցի Դոնյա Բեատրիսին։ Բացի ձեզանից, տիկին, դուք ինձ ընդունեցիք։ Եվ դրա համար դուք հավիտյան ունեք իմ սերն ու հարգանքը։ Դոնա Բեատրիսը լաց էր լինում սեղանի մոտ։ Ես հայացքս նորից ուղղեցի դեպի դահլիճը։ Բայց կաս մեկ վերջին բան, որ ուզում եմ ասել։ Եվ սա այն մասն է, որը, կարծում եմ, ձեզ բոլորիդ խոսքը կտրի։ 300 մարդ շունչները պահած մնաց։ 3 ամիս առաջ Դոնա Բեատրիսը անձամբ կապվեց ինձ հետ։ Նա ինձ պատմեց մի բան, որը իր թոռներից ոչ մեկը չգիտի։ Մի բան, որը տարիներ շարունակ թաքցրել էր իրենից։ Մի բան, որը փոխում է ամեն ինչ։ Ռիկարդոն ուղղվեց աթոռին։ Պատրիսյան ոտքերը խաչեց։ Մարկոսը բացեց աչքերը։ Օտավիո Մոնտեյրո, պատրիարքը։ Մարդը, որի անունը դուք այդքան հպարտությամբ եք կրում։ Մարդը, որը, ձեր խոսքով, ամեն ինչ կառուցել է իր սեփական քրտինքով։ Օտավիոն գիտեր հորս մասին։ Նա գիտեր, որ խորթ եղբայր ունի։ Եվ ոչ միայն գիտեր, այլ գաղտնի օգնում էր։ Դահլիճում շշուկը ալիքի նման էր։ 30 տարի Օտավիոն փող էր ուղարկում հորս։ Թաքնված փող։ Առանց ընտանիքի որը մեկի իմանալու։ Նա այն ուղարկում էր փոստով, ծրարներով, առանց վերադարձի հասցեի։ Հայրս երբեք չիմացավ, թե որտեղից է այն եկել։ Նա կարծում էր, որ դա եկեղեցու բարեգործություն է։ Բայց դա Օտավիոն էր։ Դա այն եղբայրն էր, որին աշխարհը բաժանեց, փորձելով կենթանի պահել այն եղբորը, որին ընտանիքը մերժեց։ Ես զգեստիս տակից դեղնած ծրար հանեցի։ Ներսում նամակներ կային։ Նամակներ, որոնք Դոնա Բեատրիսն էր ինձ տվել։ Նամակներ, որոնք Օտավիոն գրել էր, բայց երբեք չէր ուղարկել։ Սա գրեր։ Խոստովանություններ։ Զղջումներ։ Օտավիոն գրել է այս նամակները։ Նա երբեք չի ուղարկել դրանք։ Դոնա Բեատրիսը գտել է դրանք նրա մահից հետո։ Յուրաքանչյուր նամակում նա հորիցս ներողություն է խնդրել։ Նա ասում էր, որ ամեն օր մեղավոր է զգում։ Նա ասում էր, որ Մոնտեյրո անունը կառուցված է անարդարության վրա, իր եղբորը աղքատության մեջ թողնելու վրա, մինչդեռ նա բարգավաճում էր։ Ես բացեցի նամակներից մեկը բարձրաձայն կարդացի այն։ Եղբայր իմ, գիտեմ, որ դու երբեք չես կարդա այս խոսքերը։ Բայց ես պետք է գրեմ դրանք, որպեսզի իմ խիղճը իմանա, որ ես փորձել եմ։ Ես ամեն ինչ ժառանգել եմ։ Դու ոչինչ չես ժառանգել։ Եվ դա քո մեղքը չէ։ Դա այն համակարգի մեղքն է, որն ընտրել է մեկ որդուն մերժել մյուսին։ Ես կայսրություն եմ կառուցել։ Բայց այդ կայսրության հիմքերը ներկված են քեզ թողնելու անարդարությամբ։
Եթե մի օր քո դուստրը, այն աղջիկը, որին ես երբեք չեմ հանդիպել, թակի իմ ընտանիքի դուռը, ես աղաչում եմ իմ երեխաներին թոռներին անել այն, ինչ ես երբեք չեմ ունեցել անելու համարձակություն, բացել դուռը ներողություն խնդրել։ Սենյակում լիակատար լռություն էր։ 300 մարդ։ Ձայն չկա։ Առանց պատառաքաղի։ Առանց բաժակների։ Առանց շշուկների։ Ես զգուշորեն ծալեցի նամակը։ Ես այն դրեցի ծրարի մեջ։ Եվ նայեցի Օտավիոյի թոռներին։ Ռիկարդոն գունատ էր։ Նրա ձեռքերը դողում էին սեղանի վրա։ Իրավաբանը, որը խոսում էր ակտիվների իրավական հետանքների մասին, այժմ նման էր մի տղայի, որը հենց նոր էր հայտնաբերել, որ իր մանկության հերոսի ոտքերը կավե են։ Ֆերնանդան լուռ լաց էր լինում, արցունքները մշուշում էին նրա թանկարժեք դիմահարդարումը ընկնում դիզայներական զգեստի վրա, որը հավանաբար ավելի թանկ էր, քան ես ամիսներ շարունակ աղախին աշխատելով վաստակում էի։ Մարկոսը դեմքը ձեռքերի մեջ էր թաքցրել։ Նրա ուսերը թեթակի դողում էին։ Գուցե դա լացից էր։ Գուցե ամոթից։ Գուցե երկուսն էլ միաժամանակ էին։ Եվ Պատրիսիան։ Մեծ Պատրիսիան։ Արքունիքի թագուհին։ Արհամարհանքի տեր մարդը։ Կինը, որն ասաց, որ ես կարատեմ ընտանիքի անունը։ Պատրիսիան անշարժ էր։ Սառած։ Ինչպես մոմե արձան, որը մեկը մոռացել էր դնել։ Նրա աչքերը հարված էին ինձ վրա, բայց դրանց մեջ այլս ամբարտավանություն չկար։ Կար մի բան, որ երբեք չէի մտածի, որ կտեսնեմ այդ դեմքին, վախ։ Վախ ինչից։ Գուցե վախ ինքն իրենից։ Վախ, պարզելու, որ այն մարդը, որին նա ամենաշատն էր արամարում, հենց այն մարդն էր, որին նա մեծարում էր, ամենաշատն էր ուզում պաշտպանել։ Ես միկրոֆոնը դրեցի իր տեղում։ Ես իջա բեմից։ Ես լուռ քայլում էի սեղանների միջով։ 300 գլուխ հետում էին ինձ, ինչպես արածաղիկները արի հետից։ Բայց ես արը չէի։ Ես պարզապես հոգնած կին էի, որը տասնամյակների ցավը բառերով էր արտահայտել։ Երբ հասա Դոննա Բեատրիսի սեղանին, նա դժվարությամբ վեր կացավ, հենվելով ձեռնափայտին, գրկեց ինձ։ Երկար, ամուր գրկախառնություն, կարծես ինչ-որ մեկը ներողություն էր խնդրում ամբողջ սերնդի անունից։ Ես զգացի նրա թույլ մարմինը իմ մարմնի վրա, մտածեցի հորս մասին։ Մտածեցի, թե ինչպես կզգար նա, եթե իմանար, որ իր երբեք չճանաչած եղբայրը ամեն օր մտածում էր իր մասին։ Մտածեցի, թե որքան անարդար է կյանքը ոչ միայն մեծ ողբերգությունների, այլ առօրյա կյանքի վախկոտության փոքր արարքների մեջ, լռության մեջ, որը սպանում է, բացթողման մեջ, որը ոչնչացնում է, հպարտության մեջ, որը բաժանում է։ Առաջինը Մարկոսն էր, վեր կացավ։ Նա մոտեցավ ինձ տատանվող քայլերով, ինչպես կոտրված ապակու վրայով քայլող մարդը։ Նա կանգ առավ իմ առջ, բացեց բերանը, փակեց, նորից բացեց։ Եվ ասաց, ձայնը խեղդվելով զգացմունքներից. Կներես, Սելինա, այդ օրը պետք է խոսեի։ Գիտեի, որ սխալվում էի, լռեցի։ Սա ինձ ամենից շատ ամաչեցնում է։ Ես բռնեցի նրա ձեռքը, սեղմեցի այն։ Ես ոչինչ չասացի։ Երբեմն լռությունն ավելի բարձր է խոսում, քան խոսքերը։ Հետո Ռիկարդոն եկավ։ Նա խոսքերով ներողություն չխնդրեց։ Նա պարզապես հանեց ժամացույցը դաստակից, այն ժամացույցը, որը ջահից ավելի պայծառ էր փայլում, մի պահ նայեց դրան, ասաց. Այս ժամացույցն արժե 40,000 ռեալ։ Եվ այն չարժե ձեր ունեցած արժանապատվության մի կոպեկը։ Ես գրեթե ժպտացի։ Գրեթե։ Հաջորդը Ֆերնանդան էր, դեռ լաց լինելով, առանց որե բառ ասելու գրկեց ինձ։ Նրա մարմինը դողում էր իմ մարմնից։ Ես զգացի նրա թանկարժեք օծանելիքի հոտը, խառնված իմ հիշողությունների բույրին։ Եվ մի պահ, այդ գրկախառնության մեջ, մենք պարզապես երկու կին էինք։ Առանց ազգանունների։ Առանց հիերարխիայի։ Առանց պիտակների։ Եվ հետո բոլորը նայեցին Պատրիսիային։ Նա մնաց աթոռին։ Անշարժ։ Նրա դեմքը դիմակի նման էր, որը իրական ժամանակում ճաքում էր։ Ես տեսա, թե ինչպես արցունքը հոսեց։ Միակ արցունքը սահում էր նրա անթերի դիմահարդարման վրայով ընկնում մարգարտե վզնոցի վրա։ Նա փորձեց թաքցնել այն։ Նա շրջեց դեմքը։ Նա սրբեց այն ձեռքի հետի մասով։ Բայց դիմակն արդեն կոտրված էր։
Նա դանդաղ վեր կացավ։ Նա քայլեց դեպի ինձ քայլերով, որոնցից յուրաքանչյուրը կարծես մի ամբողջ կարողություն էր արժենում հպարտության համար։ Նա կանգ առավ իմ առջ։ Նրա աչքերը կարմրել էին։ Նրա շուրթերը դողում էին։ Ես սկսեց նա։ Այն կանգ առավ։ Նա շունչ քաշեց։ Ես ճիշտ այն եմ, ինչի մեջ քեզ մեղադրում էի։ Ամոթ։ Եվ հետո նա արեց մի բան, որին սենյակում ոչ ոք չէր սպասում։ Նա ծնկի իջավ։ Այնտեղ սենյակի կենտրոնում 300 մարդու առջ, երբ նրա դիզայներական զգեստը շոյում էր հյուրանոցի հատակը, Պատրիսիա Մոնտեյրոն ծնկի իջավ նախկին սպասուհու առջ ասաց. «Կներեք ինձ»։ Այդ պահին դահլիճը լցրած ձայնը ծափահարություններ չէին։ Դա երաժշտություն չէր։ Դա լաց էր։ Հավաքական լաց։ 300 մարդ դիտում էր, թե ինչպես է հպարտ կինը հանձնվում ճշմարտությանը։ 300 մարդ միաժամանակ գիտակցում էր, որ այդ ընտանիքի ամենաազդեցիկ կինը նա չէր, ով մարգարիտներ էր կրում, այլ նա էր, ով իր սեփական ձեռքերով էր կառուցում իր սեփական կյանքը։ Ես նայեցի ծնկի իջած Պատրիսիային, զգացի մի բան, որը չէի սպասում զգալ։ Դա զայրույթ չէր։ Դա հաղթանակ չէր։ Դա կարեկցանք էր։ Որովհետև ես գիտեի, թե ինչ է նշանակում ծնկի իջնել։ Ես ամբողջ կյանքս անցկացրել էի ծնկի իջած, մաքրելով հատակները, աղաչելով հնարավորությունների համար, աղաչելով աշխարհին ինձ որպես մարդ տեսնել։ Եվ հիմա կար մի կին, որը երբեք իր կյանքում ծնկի իջնելու կարիք չէր ունեցել, ընտրելով ծնկի գալ իմ առջ։ Ոչ թե պարտավորվածությունից դրդված, խղճի թելադրանքով։ Ես ձեռքս մեկնեցի նրան, օգնեցի ոտքի կանգնել։ Ես ներում եմ քեզ, ասացի ես։ Բայց մի արա դա ինձ համար։ Արա դա ինքդ քեզ համար։ Որովհետև այն ամոթը, որը դու հիմա զգում ես, նույն ամոթն է, որը ես զգացել եմ ամբողջ կյանքումս։ Եվ գիտեմ, որ դա ցավոտ է։ Բայց դա նա սովորեցնում է։ Պատրիսիան այնքան ամուր բռնեց ձեռքս, որ զգացի, թե ինչպես են նրա մատանիները սեղմվում մատներիս։ Եվ այդ սեղմման մեջ կար մի բան, որը երբեք գոյություն չէր ունեցել մեր միջ, հարգանք։ Ընթրիքը երբեք այլս նույնը չէր։ Իրականում, Մոնտեյրո ընտանիքը երբեք այլս նույնը չէր։ Հաջորդ ամիսներին փոփոխությունները աստիճանական էին, բայց իրական։ Ռիկարդոն ինձ մոտեցավ իրական գործընկերության առաջարկով, ոչ թե եսասիրությունից դրդված, այլ իմ բիզնես մոդելի նկատմամբ հիացմունքից ելնելով։ Մենք միասին սկսեցինք մի նախագիծ Պիաուի Մարանհաուի գյուղական համայնքներում սոցիալական հյուրատների կառուցում, խոցելի ընտանիքներին աշխատանք բնակարան առաջարկելով։ Նա տրամադրեց գումարը։ Ես փորձը։ Եվ առաջին անգամ Մոնտեյրո անունը հայտնվեց կապված մի բանի հետ, որը վերաբերում էր ոչ միայն շահույթին, այլ նպատակին։ Ֆերնանդան անմիջականորեն ներգրավվեց իմ կանանց հզորացման ծրագրի մեջ։ Նա, ով իր կյանքում երբեք ոտք չէր դրել աղքատ համայնքում, սկսեց մարքեթինգ հաղորդակցություն դասավանդել ծրագրի կանանց։ Առաջին օրը նա ժամանեց բարձրակրունկներով կարմիր շրթներկով։ Երրորդ օրը նա արդեն սպորտային կոշիկներով պոչով էր, օգնում էր հավաքել դարակները նյութերի պահեստում։ Մարկոսը, լուր բժիշկը, ծրագրի շրջանակներում ստեղծեց առողջապահական ստորաբաժանում։ Նա ստեղծեց շարժական կլինիկա, որը այցելում էր այն համայնքները, որտեղ կառուցվում էին հյուրանոցներ։ Նա զննում էր կանանց երեխաներին, ովքեր իրենց կյանքում երբեք բժշկի մոտ չէին եղել։ Իսկ գիշերը, երբ բոլորը հեռանում էին, նա մենակ էր մնում կլինիկայում, իր տետրում գրի առնելով ծառայությունը ընդլայնելու գաղափարները։ Եվ Պատրիսիան։ Մեծ Պատրիսիան։ Նա արեց մի բան, որին ոչ ոք չէր սպասում։ Նա վաճառեց խանութները։ Բոլորը։ Նա այդ գումարն օգտագործեց Օտավիո Մոնտեյրոյի հորս անունով հիմնադրամ ստեղծելու համար։ Հիմնադրամն ուներ մեկ նպատակ՝ ապահովել, որ Մարանյանի կամ Պիաուի ներքին շրջաններից ոչ մի աղջիկ 14 տարեկանում ստիպված չլինի լքել տունը, որպես տնային ծառա աշխատելու համար։ Կրթաթոշակներ, ուսանողական բնակարան, հոգեբանական աջակցություն։ Ամեն ինչ, ինչ ես երբեք չեմ ունեցել, նա որոշեց տալ։ Հիմնադրամի բացման օրը Պատրիսիան խնդրեց ինձ խոսել։ Ես կրկին բեմ բարձրացա։ Բայց այս անգամ վախ չկար։ Զայրույթ չկար։ Կար միայն երախտագիտություն։
Ես ամբողջ կյանքս անցկացրել եմ հավատալով, որ անտեսանելի եմ, ասացի ես։ Որ ես կարոր չեմ։ Որ իմ պատմությունը արժեք չունի։ Բայց ես հայտնաբերեցի, որ հատակ մաքրող կնոջ պատմությունը ոչ պակաս կարոր է, քան հատակների վրայով քայլող կնոջ պատմությունը։ Որովհետև առանց մաքրողի ոչ ոք ոչ մի հատակի վրայով չի քայլում։ Եթե հասել եք այսքան հեռու, ուզում եմ ձեզ վերջին բանը հարցնել։ Բաժանորդագրվեք այս ալիքին։ Միացրեք ծանուցումները։ Կիսվեք այս պատմությամբ բոլոր ծանոթների հետ։ Ոչ միայն ինձ համար։ Աշխարհի բոլոր Սելինաների համար։ Բոլոր կանանց համար, որոնց անվանել են ամոթ։ Բոլոր մայրերի համար, որոնց մերժել են։ Բոլոր մարդկանց համար, որոնց դատել են իրենց հագուստի, կոշիկների, հասցեի համար։ Իմ պատմությունը եզակի չէ։ Այն կրկնվում է ամեն օր, յուրաքանչյուր քաղաքում, յուրաքանչյուր ընտանիքում։ Եվ դա փոխելու միակ միջոցը այս պատմությունները լսելի դարձնելն է։ Այս տեսանյութը հավանելը փոքր ժեստ է, բայց դա ժեստ է, որը աշխարհին ասում է, որ այս ձայները կարոր են։ Որ այս կյանքերը կարոր են։ Որ այս ցավը կարոր է։ Այնպես որ, հավանեք այն։ Մեկնաբանեք։ Կիսվեք։ Եվ եթե ինչ-որ մեկը հարցնի ձեզ, թե ինչու եք լաց լինում ձեր հեռախոսի առջ, ասեք, որ դա այն պատճառով է, որ դուք հենց նոր լսեցիք մի կնոջ պատմությունը, որը ամոթը վերածեց հպարտության, իսկ արամարանքը հեղափոխության։ Դոննա Բեատրիսը մահացավ հիմնադրամի բացումից 8 ամիս անց։ Հանգիստ, քնի մեջ, նույն սպիտակ սյուներով առանձնատանը։ Նա մահացավ, գիտակցելով, որ ճշմարտությունն ասվել է։ Որ ընտանիքը, չնայած ամեն ինչի, գտել էր դեպի մարդկություն վերադառնալու ուղին։ Եվ որ քարտեզի վրա անանուն գյուղից աղջիկն այժմ տեղ ուներ սեղանի շուրջ։ Ես ժառանգեցի այն տեղը, որը Դոննա Բեատրիսը զբաղեցրել էր ընտանեկան ճաշի սեղանի շուրջ։ Ոչ թե որովհետև ես էի այն պահանջում։ Որովհետև թոռները պնդում էին։ Ամեն սուրբ ծնունդ, ամեն զատիկ, ամեն ծննդյան օր ես նստում էի այդ աթոռին։ Եվ ամեն անգամ ուտելուց առաջ նայում էի ներմուծված ճենապակյա սեղանին, հիշում իմ փոսոտված ալյումինե ափսեն։ Ոչ թե տխրությամբ, երախտագիտությամբ, որովհետև այդ ափսեն ինձ սովորեցրեց բրնձի յուրաքանչյուր հատիկի արժեքը։ Այդ ափսեն ինձ սովորեցրեց, որ ամենադաժան քաղցը ստամոքսի քաղցը չէ։ Դա պատկանելության քաղցն է։ Դա սիրո քաղցն է։ Դա մարդ լինելու քաղցն է։ Եվ գիտեք այն համազգեստով աղախնին, որը բացեց առանձնատան դուռը իմ առաջին օրը։ Այն կնոջը, որը ես էի 20 տարի առաջ։ Նրա անունը Ջոաննա է։ Նա ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտն էր։ Այսօր նա իմ հյուրանոցի մենեջերն է Սան Լուիսում։ Նա 3 անգամ ավելի է վաստակում, քան տնային աշխատողի աշխատանքով էր աշխատում։ Նա ունի իր սեփական տունը։ Նա ունի առողջության ապահովագրություն։ Նրա դուստրը սովորում է համալսարանում։ Երբ ես Ջոաննային պատմեցի իմ պատմությունը, նա լաց եղավ։ Հետո ծիծաղեց։ Հետո գրկեց ինձ ասաց. Տիկին Սելինա, դուք ապացույցն եք այն բանի, որ Աստված ոչ մեկին չի մոռանում։ Նա իր ժամանակը վերցնում է միայն այն պատճառով, որ պատրաստում է մի ճանապարհ, որը մենք չենք կարող տեսնել։ Ես հավատում եմ դրան։ Իմ էության ամեն մի մանրաթելով։ Կյանքն ինձ սովորեցրել է, որ իսկական ամոթը աղքատ լինելը չէ։ Այն հատակ մաքրելը չէ։ Այն պահածոներ հավաքելը չէ։ Այն մաշված հագուստ հագնելը չէ։ Իսկական ամոթը ամեն ինչ ունենալն է, սիրտ չունենալը։ Այն անուն ունենալն է, բնավորություն չունենալը։ Այն իշխանություն ունենալն է, կարեկցանք չունենալը։ Հարուստ ընտանիքը ամաչում էր ինձանից։ Մինչ որ հայտնությունը լռեցրեց նրանց։ Բայց ամենակարոր լռությունը նրանցը չէր։ Այն իմն էր։ Կնոջ լռությունը, որը 50 տարի լուռ էր անցկացրել, ընդունելով, կուլ տալով, գոյատելով։ Եվ երբ նա վերջապես բացեց բերանը, ամբողջ աշխարհը կանգ առավ լսելու համար։ Ես Սելինա Ֆերեյրա դոս Սանտոսն եմ։ Մի մարդու դուստր, որը երբեք կարդալ չի սովորել։ Անարդարության թոռնուհի։ Ինձ ջնջելու փորձ կատարած ընտանիքի զարմուհի։ 7 հյուրանոցի սեփականատեր։ Ծրագրի հիմնադիր, որն արդեն փոխել է 140 կանանց կյանքը։ Կին, որը 24 տարեկանում կարդալ է սովորել, այսօր իր պատմությունը պատմում է հազարավոր մարդկանց։
Եվ եթե ինչ-որ մեկը երբե ասի ձեզ, որ դուք անարժեք եք, որ դուք տեղ չունեք ուրիշ տեղ, որ դուք ամոթ եք, նայեք այդ մարդու աչքերի մեջ ասեք. Իմ պատմությունը դեռ չի ավարտվել։ Եվ երբ այն ավարտվի, դուք կերազեք, որ դրա մի մասնիկը լինեիք։ Որովհետև աշխարհի ամենահզոր ճշմարտությունը վերից եկողը չէ, այլ ներքից բարձրացողը։ Եվ նա միշտ գալիս է։